Բացառիկ լավատեսությամբ, ես միշտ ասում եմ, աղեղնավորները առանց պատճառի երջանիկ են։ Նրանք ամեն ինչը տեսնում են վառ գույներով։ Նրանք լավագույն ճանապարհորդներն են։ Եթե ձեր երեխան ծնվել է այն ժամանակահատվածում, երբ արևը, լուսինը, բարձրացող հանգույցը, նույնիսկ Յուպիտերն է շատ կարևոր, որովհետև Յուպիտերը ղեկավարն է հանդիսանում այս կենդանակերպի։ Եթե ծնվել է այդ ժամանակահատվածում, սիրելի ծնողներ, սիրելի մայրեր, ձեր ծրագրից հիմնական ինչու եմ նշում մայրեր, որովհետև հայ կանայք են շատ դիտում, շատ մեկնաբանություններ գրում, որոնց համար մեծագույն իմ շնորհակալությունը եւ բոլոր բարեմաղթակներ, դրական բարեմաղթակներ կրկին եմ ասում, վերադարձնում եմ ձեզ։ Սիրելի մայրեր, ուշադրություն դարձրեք, որ ձեր երեխաները տիրապետեն մի քանի օտար լեզվի։ Նրանց համար կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, եթե խոյը պետք է իր հիպերակտիվությունը դուրս հանի սպորտով զբաղվեց, ապա աղեղնավորների համար դա կարևոր է, որովհետեւ մանավանդ եթե մարսնել է աղեղնավորում գտնվում, նրանք պետք է շատ ճանապարհորդներ, լավագույն բուհերը պետք է սովորեն, եթե Յուպիտերն է աղեղնավորի կենդանակերպում, եթե Սատուրնն է աղեղնավորի կենդանակերպում, ապա Սատուրնը 15 տարեկանում, 29-30 տարեկանում խոչընդոտներ է ստեղծում, շատ ուշադիր պետք է լինեն այն ծնողները, որոնց երեխաները կամ հենց այն մարդիկ, որոնք օրինակ 86-87 թվականի ծնվածները եւ դրանից 30 տարի հետո Սատուրն գտնում է աղեղնավորի կենդանակերպում, այն բարդացնում է արտերկրի հետ կապված հարցերը, շատերը զարտուղի ճանապարհներով են մեկնել արտերկիր, այս պահին նրանց մոտ մանավանդ աղեղնավոր ձկներ, երկորակ եւ կույս, բայց բացառապես աղեղնավոր եւ ձկների համար, որով այս պահին նրանք կանգնած են վտանգի առջև, դա արտաքսման վտանգն է, այո, Սատուրնը ձկների կենդանակերպում, սիրելի աղեղնավորներ, Սատուրնը մայիսի 25-ից կանցնի խոյի կենդանակերպ Նեպտունի հետ եւ այն կօգնի ձեզ լուծել մանավանդ 87 թվի եւ դրանից 29-30 տարի հետո ծնված մարդկանց կօգնի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացել են արտերկրում եւ իրենց գրանցման հետ կապված եւ քաղաքացիություն ստանալու հետ կապված, բայց մարտի կեսերին շատ ներգաղթալներ ուղակի զգացին իրենց մաշկի վրա այդ խնդիրները։ Այո, պետք է լավ սովորեն, ճանապարհորդեն, դա բուհական վայրերն են, արտաքին գործերի նախարարությունը, արտերկրի հետ կապերը, միջազգային կազմակերպությունները, դրանք նաեւ լավագույն իրավապաշտպաններն են, իրավագետներն են, իմաստասերներ են, 82-ից 89 ծնվածները Ուրանն է գտնվում աղեղնավորի կենդանակերպում, դուք պետք է սովորեք աստղաբանություն, աստվածային իմաստություն, աստվածային տիեզերական օրենքները եւ կիրառեք ձեր կյանքում։ Ես հենց այդ տարիքային